Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր կարծում են կամ երազում են, որ Ղարաբաղը անկախություն կստանա, թող նման հույսեր չունենան, այսինքն դա երբեք տեղի չի ունենա։ Ես ստացել է արդեն Շավարժ Քոչարյանի արձագանքը, բավական հեգնական։ Դուք ինչպես եք մեկնաբանում ձեր կարծիքով այս Ալիևի հերթական հայտարարությունը ինչի մասին է վկայում եւ արդյոք Հայաստանի պատասխանը համարժեք է։ Նորություն չկա, ընդամենը պիտի փորձենք տեսնել ինչու, ասենք, նորից իրավիճակում Ալիևը նորից փորձեց հստակեցնել իր դիրքորոշումը, որովհետև վերցնենք թեկուզ այդ մադրիդյան սկզբունքները, այնտեղում կենտրոնական թեզերից մեկը այն է, որ Ադրբեջանը պիտի Ղարաբաղին տա միջանկյալ ստատուս, այն իրավունքով, որ հետագայում պիտի ռեֆերենդում լինի եւ Ղարաբաղի ժողովուրդը պիտի որոշի իր ստատուսը։ Դա շատ հստակ է, 2007 թվականից էսկով հստակեցվել է եւ բնական է, որ բանակցությունների հիմքում հենց դա էր, ասենք, եթե հայաստանյան կողմը տեղի անտեղի րոպե մեկ կրկնում է, որ պատրաստ է ինչ-որ տարածքներ զիջել, բայց երկրորդ պայմանը կար, դա Ադրբեջանի այդ համաձայնությունն է։ Հիմա ապրիլյան պատերազմից հետո այնպես ստացվեց, որ ստատուսի խնդիրը ոնց որ ավելի կենտրոն մտավ։ Բանակցություններ չկան, բայց ասենք թե միջազգային հանրությունը տարբեր ամբիոններում, թե կոնկրետ Մինսկի խմբի համահարգող երկրները ընդգծում են, ասենք, ստատուսի խնդիրը դարձել է կենտրոնական խնդիր։ Եվ իզուր չի, որ ժամանակին Ալիևը ասեց, որ անգամ պրիվատ տարբեր զրույցներում պահանջում են, որ ընդհանրապես նա ճանաչի անկախությունը։ Եվ այս վիճակում Լավրովը, երբ որ հայտարարություն արեց Ռուսաստանի արտգործնախարարը, այդ հայտնի հայտարարությունը, նա մի քիչ էր կարծես թե, ես չգիտեմ ինչի համար մտածված թե չմտածված, առաջ գնաց, քան կոնկրետ մադրիդյան սկզբունքները։ Այսինքն տարածքների վերադարձի խնդիրը նա կապեց Ղարաբաղի վերջնական ստատուսի լուծման հետ, ոչ թե միջանկյալ, այլ վերջնական։ Սա բնական է, ինտրիգ է ստեղծել եւ անմիջապես Ադրբեջանում երևի թե ինչ-որ վտանգ են տեսել Ռուսաստանի այդ դիրքորոշման մեջ եւ նրա համար նա ասաց բոլորին, որ երբևէ համաձայնություն չի տա Ադրբեջանը եւ ստեղել արդեն իսկ Շավարժ Քոչարյանի տեսակետը այն է, որ նա ակնարկեց, որ դու չես որոշողը, որ ներկայացված բանակցային process-ում այդ նախագծում ասված է, որ Ղարաբաղի ժողովուրդն է որոշողը։ Այսինքն փաստորեն արդեն փորձ կար ընդհանրապես Ալիևին զրկել այդ իրավունքից։ Այսինքն Ալիևը չէ, որ պետք է անկախություն տա Ղարաբաղը։ Ասածը դա էր, հա։ Ու ՄԱԿ-ի կանոնադրության, երբ որ կանոնադրության մեջ շեշտեց, հենց դրա համար էր, որ ՄԱԿ-ի կանոնադրությունն է այդ իրավունքը տալիս ժողովրդին։ Ալիևի հայտարարությունը փաստորեն ձեր կարծիքով կապված էր Լավրովի այդ հարթ մամլո ասուլիսի ընթացքում արած հայտարարությունների հետ։ Ես հիշեցնեմ, որ փաստորեն Լավրովը նշել էր, որ դա միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ Ղարաբաղի հարցը եւ տարածքների հետ կա նաեւ Ղարաբաղի ստատուսի հարցը, կարգավիճակի հարցը։ Կապված է արդյոք այս Լավրովի հայտարարության հետ? Անմիջապես։ Իզուր չի, որ հենց այսօր հրավիրվեց արտգործնախարարը Ադրբեջանի, մինչ այդ ամսի 10-ին Հայաստանի արտգործնախարարին հրավիրել քննարկելու մոտ Ղարաբաղյան խնդիրը, այսինքն հստակեցում է գնում այս հարցերի շուրջ, որը պատահական բան չկա, անգամ ես չգիտեմ այդ ադրբեջանցին, որը նման հարց է տվել Լավրովին, գուցեև նախապատրաստված ինչ-որ հարցեր նման հայտարարություն անելու համար, այսինքն հստակեցում է գնում նոր պայմաններում եւ իզուր չի, որ հենց ինչ-որ նոր ռազմաբազա բացելու պահին Ալիևը այդ հայտարարությունը արեց, ցույց տալով, որ մեր ճանապարհը պատերազմն է։ Եվ պարզ դրա մասին
խոսեց։ Այսինքն հստակեցում է գնում, այս հարցերը պիտի շատ վաղուց քննարկվեին, բոլորը հասկանային, բայց հիմա արդեն կոնկրետ բոլոր կողմերը հստակեցնում են իրենց դիրքորոշումները, որովհետև երբևէ չի եղել, որ Ադրբեջանը ընդհանրապես խոսել, որ նա պատրաստ է ընդհանրապես որևէ փոխզիջումների, որևէ նման բան գոյություն չունի։ Մնա փոխզիջման բանաձևը եղել է եւ հիմա էլ մնում է նույնը, կամ ինքներդ ձեր ձեռքերով ստիպեք Հայաստանին թող հեռանային տարածքից, կամ մենք դա անել ենք ռազմական ճանապարհով։ Հիմա արդեն ավելի պարզ է դրա մասին խոսվում եւ ավելի պարզ է դա ընդունվում։ Անընդհատ մարդիկ փորձում են ասել, որ դա ընդհանրապես խոսակցություններ են, դա ընդհանրապես դիվանագիտական ինչ-որ ժեստեր են ներքին օգտագործման համար, դա երբևէ այդպես չի եղել, որովհետեւ դրա տակ կա պարզ ու հստակ տրամաբանություն։ Այո, խնդիրը Ադրբեջանի այս ղեկավարությունը չի, թե մյուսը ուրիշ կլինի։ Ադրբեջանի խնդիրը կապված Ղարաբաղի հետ լրիվ տարբերվում է Հայաստանի խնդրից։ Եթե Ղարաբաղի համար եւ Հայաստանի Հանրապետության համար խնդիր կա համոզելու միջազգային հանրությանը, ճանաչելու այն իրավունքները, որոնք արդեն նվաճված են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Ադրբեջանի համար այս խնդիրը լրիվ ուրիշ է։ Նրանք ժամանակին փորձում են սովետական միությունը փլուզվելու պահերին ստեղծել պետություն այն սահմաններում, որոնք որ եղել են սովետական միություն սահմանադրությամբ ամրագրված։ Չի հաջողվել դա։ Եվ հենց այդ ժամանակներից 94 թվականից առնվազն որդեգրվել է պարզ հստակ քաղաքականություն վերադարձնել այն ինչ որ կորցրել են։ Դրա համար մի կարևոր պահ կա այդ քաղաքականության հիմքում դրված է որևէ իրավունք չճանաչել Ղարաբաղի Հայաստանի որևէ իրավունք այդ տարածքի վրա չճանաչել երբևէ որևէ փուխ չստորագրել եւ երկրորդը տարբեր միջազգային ատյաններում տարբեր ամբիոններում տարին գոնե մի հատ երկու հատ փաստաթուղթ թեկուզ ձևական հասնել դրան որ ընդունվի որտեղ հստակեցված է որ այս տարածքը Ադրբեջանի Հանրապետությանն է։ Այդ քաղաքականությունը նրանք վարել են 22 տարի եւ հիմա էլ են վարում։ Հիմա ուղղակի ավելի պարզ են դա ասում եւ հիմա էլ շատերը ավելի պարզ են դա հասկանում։ Սա է իրավիճակը։ Հայաստանը կարող է հակադրել ինչ-որ բան այս քաղաքականությանը, հակադրում է իրականում ինչ-որ բան։ Հայաստանը մի քաղաքականություն ուներ, որը շատ վատ է իրականացրել։ Իրականացվել է ինչ-որ եղով։ Դա այն էր, որ պիտի հասկացվեր, որ մենք պիտի մեր իրավունքներին դեր կանգնենք։ Մեր արտաքին քաղաքականության խնդիրը այն էր, որ առաջի օրվանից ոչ թե Ադրբեջանի հույս պահենք, որ Ադրբեջանը խելոքանա, ըստ մեզ, չգիտեմ, նրանք կստիպեն, ոչ, այլ եթե դու քո իրավունքները հստակեցրել ես, դու պիտի աշխարհին համոզես, որ նրանք ճանաչեն քո իրավունքները։ Սա պարզ բան էր, բայց ես չգիտեմ ինչ քաղաքականություն էր վարվում։ Եվ դրա համար մենք եկել կաղնել ենք այսօր էլ նորից հարց են տալիս։ Ինչ հարց, հարցը դա է։ Կամ դու պիտի հրաժարվես քո իրավունքներից, ինչ տարբեր քաղաքական ուժեր բարբերաբար ասում են։ Եվ հիմա էլ ասում, եկեք հրաժարվենք։ Մեկը ոչինչ բան չի ստացվի, վտանգավոր է, սա վերջը վատ է լինելու, վաղը էսել չի լինելու, չէ՞։ Այդ դիցան ընդհատել եղել է Հայաստանում, հիմա էլ կա։ Եվ հրաժարվելու որևէ կոնկրետ բան էլ չի տրվում։ Ասենք ո՞նց հրաժարվես։ Ինչա դա նշանակում, երբեք որևէ մեկը չի ասում դրա մասին։ Ընդհանրապես կա այդ հրաժարվելու բանը եւ գոյություն ունի այն ինչ որ ձևով փորձում են հիմա ավելի հստակ են խոսում, որ ստատուսի խնդիրն է, էլի հստակեցում չկա։ Եթե ստատուսի խնդիրը այն է, որ պիտի ճանաչվի Ղարաբաղի անկախությունը, այդպես էլ պետք է ասել։ Շատ կոնկրետ ասել, որ հասկանալի լինի։ Եթե դա չի ասվում, նշանակում է, որ դուք նորից փորձում եք հրաժարվել դրանից։ Հրաժարվելով ինչ որ ձևեր գտնել։ Ընդհանուր եթե այդպես իմի բերենք, Հայաստանի դիրքերը կարծես թե թույլ են։ Ինչպես կգնահատեք Թույլը ո՞րն է, ես էլ եմ ասում, թույլը որտեղից է գալիս կամ ուժեղը այդ հատականները ո՞րն են։ Խնդիրը այն է, ինչ կանով եք դուք կարողացել համոզել
աշխարհին, որ ձեր իրավունքը ճանաչվի։ Ես ասում եմ 2007-ից ինչ որ մի քայլ եղել է։ Ճանաչվել է, որ ոչ թե Ալիևն է որոշում Ղարաբաղի ստատուսը, այլ Ալիևը համաձայնվում է, որ Ղարաբաղի ժողովուրդի իր ստատուսը ճանաչի։ Սա եղել է։ Շատերը փորձում են ասել, որ դա անիրման է, նույնպես դիվանագիտություն է, սուտ է, այս է, դեպս չի։ Կոնկրետ, պարզ ու հստակ բան է։ Մինչ այդ ոչ ոք չի խոսում դրա մասին։ Ասում էին, տարածքներ կհանձնենք, նրանից հետո կնստենք, թե ովքեր են նստում, Մինսկի խումբը ընդհանրենք։ Ու կորոշենք Ղարաբաղի ստատուսը։ Չգիտեմ ովքեր էին որոշում։ Երբ որ կորոշենք, Ղարաբաղի կկանչենք, նրանք էլ կասեն այո, համաձայն ենք։ Սա պարզ հստակ դրված էր։ Բայց հիմա ուրիշ ձև է։ Եվ ամեն կերպ փորձում է ասել, որ նման բան չկա, ամեն ինչ նույնն է, չէ՞, վերջի ամիսներն էլ, ամեն ինչ նույնն է, ոչ մի բան չի փոխվել ուրիշ տեսակետից։ Մենք ուժ չունենք, հովանավոր չունենք։ Ինչ ասում եմ, պիտի համաձայնվենք։ Դեռ ես կարծում եմ, այս հոգեբանությունը գոյություն ունի, այդ համոզմունքը գոյություն ունի, բայց արդեն ուղղակի այդ համոզմունքն էլ եկել է, գիտեք, իրականության հետ ինչ որ մի հակասության մեջ, արդեն համոզմունքը ինքն է սկսել քանդվել, բայց նոր համոզմունք, հասարակ քաղաքական համոզմունք, ոնց է աշխարհում ստեղծվում ամեն ինչ, ոնց է իրականացվում քաղաքականություն, դեռ մեր երկրում չկա, շուտով կարծում եմ կլինի։ Ալիևի այս հայտարարությունը կարելի է որակել որպես ապտակ բանակցային ողջ գործընթացին։ Գիտեք, բանակցային գործընթացի մասին էլ պետք է պատկերացումները փոխել։ Ադրբեջանի համար բանակցային գործընթաց կոչեցյալը եղել է իր քաղաքականությունը մինչև վերջ հասցնելու։ Նրանք չեն գնում Հայաստանի հետ խոսելու ու երբեք էլ չեն գնացել։ Էլ չեմ ասում Ղարաբաղի հետ։ Բացարձակ իրենց Հայաստանը չի հետաքրել։ Նրանք գնում էին Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ խոսել ու դնում իրենց պայմանները, որ նրանք Հայաստանին ստիպել ընդունեն։ Այս էր իրենց համար։ Հիմա ինչ նշանակություն տարի մի անգամ էին դա անում, թե տարբեր հանդիպումների նախագահի մակարդակով արտգործնախարարի որևէ նշանակություն չունի։ Շատ ավելի դժվար էր հասկանալ, ինչ հույսեր էր կապում բանակցությունների հետ Հայաստանը։ Ես մինչև հիմա էլ տենց չեմ հասկացել։ Գնում էին ինչ անեն։ Երբ որ դուք գնում եք, դուք պետք է պարզ ու հստակ դրանք ձեր խնդիրները։ Բայց երբ դուք ինքներդ չեք հավատում նրան, որ դուք ձեր իրավունքները պետք է ճանաչել տաք, դուք գնում եք նույնպես լսում։ Ես ինչ կասեմ։ Ինչ կասեն, գաք անեք։ Մինչև եկանք պատերազմի։ Դա ստապեցվեց ամեն դեպքում։ Ստապեցնելը այն է, որ հիմա գոնե հասկացել եմ, որ այնպես չի լինում։ Որոնը պետք է հստակեցնես ինչ ես ուզում։ Հասկանում եք, ամենահեշտ բանը կյանքում խաղաղության մասին խոսելն է։ Որտեղ երբ որ մարդ խաղաղության մասին է խոսում, ինչ պիտի մարդուն ասես։ Բոլորն են քաղաքականություն են ուզում, բայց խաղաղություն են ուզում, բայց շատ ավելի դժվար է ցույց տալ ճանապարհը, ոնց է հաստատում քաղաքականությունը։ Այդ ճանապարհը Հայաստանում 25 տարվա մեջ որևէ մեկը ցույց չի տվել, բացի մի բանից, որի մասին չէին ասում։ Հրաժարվենք։ Մարդ չէր կարող ասել։ Սխալվում է, հրաժարվելը տանում է ինչին։ Հրաժարվելը տանում է նրան, ինչ որ մենք ունեցել ենք 15 թվականին։ Դուք ոնց կարող եք ձեր իրավունքից հրաժարվել եւ փրկվել։ Այդպիսի բան է լինում։ Նման բան չի եղել։ Եթե նման բան լիներ, մարդկությունը կվերանար։ Մարդիկ գնում են իրավունքները հաստատելու ճանապարհով։ Բայց մեզ մոտ այդ բանը կար, երկար, դարեր շարունակ, որ կարելի է հրաժարվելով փրկվել։ Այսինքն գալիս եք մի բանաձևի, մենք ամեն ինչից կհրաժարվենք, դուք մեզ մի կոտորեք։ Այս է կոմպրոմիսի բանաձևը, որը 25 տարի Հայաստանում կար, որի մասին վախենում են խոսեն։ Խոսում են տարբեր փակդալիճներում, ես այն բազմաթիվ անգամ ասել։ Բայց մարդ անգամ չէր կարող նման բան բարձրանձայներ։ Բայց խորը համոզված է, որ դա է։ Այս տխուր իրականությունն է բերել դա, որ արդեն դիմացին այդ այդպես է խոսում։ Ալիևին թվում է, թե ինքը որոշող է, որ կարող է պատերազմել, որ ինքը պատերազմում կարող է հաղթել։
Թվում է մարդը խորքային համոզմունք ունի, ինչու, որովհետև դիմացինին տեսնում է, դիմացին ով է։ Եթե դիմացինը ուրիշ լիներ, նա այդպես չէր խոսի երբեք։ Հիմա փաստորեն ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը վերադարձել է կարծես թե դիպուկահարների կամ այդ սահմանային զոհերի այդ դանդաղ մաշեցնող այդ վիճակի։ Սա կշարունակվի ձեր կարծիքով։ Կշարունակվի այնքան, մինչև Ադրբեջանը հույս ունի, որ դրա միջոցով կլուծի խնդիր։ Ընդհանրապես ցանկացած պատերազմում է այնքան ժամանակ, երբ որ այդ պատերազմը թեկուզ չնչին օգուտ է տալիս։ Մարդիկ չեն պատերազմում այն ժամանակ, երբ որ հասկանում են, որ այդ պատերազմը միայն վնաս է բերում քեզ։ Վնասում է, վտանգ է բերում քեզ։ Այս ժամանակ ոչ ոք չի կրակում։ Թուրքիայի մի կրակոցի հիշում եք, չէ՞, ինքնաթիռը ինչի բերեց։ Նրանք կարծում են, թե ուրիշ արդյունք կունենային, բայց կրակեցին մի ռուսական ինքնաթիռի, ստացան ուրիշ արդյունք, որից հետո հասկացան, որ ոչ, պետք չէ Ռուսաստանի հետ կռվել, պետք է գնալ ուրիշ ձևով խոսել։ Դա է, մեր նպատակը այն է, որ որևէ մեկը չկարողանա մեր դեմ պատերազմել։ Եվ ցանկացած պետության եւ ժողովրդի նպատակը դա է, բայց դրա համար դուք պիտի ստեղծեք այդ պայմանները, որ որևէ մեկը օգուտ չստանա պատերազմելով Հայաստանի դեմ։ Այն ժամանակ չի պատերազմելու։ Սա լուրջ նորմալ պետական ստրատեգիա է, ոչ նորություն է, ոչ հնություն է, բոլոր իրար հարգող երկրներ դա անում են։ Այսինքն դուք պիտի համոզեք դիմացինին, որ դա ճանապարհ չէ։ Երբ ինքը համոզվի, արդեն կանցնի ուրիշ ձևով խոսել ձեզ հետ։ Ամեն չի խոսի կխռովի կգնա։ Ոնց որ Սերբիան է խռովել բոլորից, ամբողջ աշխարհից, Կոսովոյից, բայց Սերբիան ոչ մեկի չի հետաքրքրում։ Խաղաղության հույս փաստորեն կարծես թե չեք տեսնում։ Ինչու՞ չեմ տեսնում։ Խաղաղության հույսը այն է, որ մենք ստեղծում ենք մեխանիզմ, որ դիմացինը չի կարողանում մեր դեմ պայքարել։ Այդ մեխանիզմը առաջին հերթին քաղաքական է, դա միամտություն է կարծել, որ առաջին հերթին ռազմական է։ Ոչ, ռազմականը մենք ունենք, բայց մենք չենք ուզում մի զինվորել զոհվի, եւ ճիշտ ենք անում։ Պիտի մի զինվորել չզոհվի, անգամ մի զինվորի զոհը դե Ադրբեջանի վրա այնքան թանկ նստի, որ նա 1000 անգամ մտածի, անի թե չանի։ Դա ինքը անում է, որովհետեւ ես նոր ասացի, մենք չենք ստեղծել այդ քաղաքականությունը, իրավունքների պաշտպանում։ Մենք չենք հասկացել ինչ է նշանակում ուժը։ Մենք չենք հասկացել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ուժը եւ սուվերենության։ Չենք հասկացել, բանի տեղ չենք դրել։ Պետականորեն եմ ասում, քաղաքական խավի մասին եմ խոսում, կուսակցությունների մասին եմ խոսում։ Ժողովուրդը շատ լավ ամեն ինչ հասկանում է։ Չի եղել դա։ Չգիտենք, մինչև հիմա մարդիկ այդ գնահատականը չեն տվել։ Իսկ ինչպես պիտի այդ գնահատականը տան, ինչպես պիտի դա տեղի ունենա։ Գնահատականը գալիս է դրանից, երբ որ առաջի հարցը տալով ուժն է ծնում իրավունք։ Երկրորդ հարցն էլ եք տալիս, որտեղից է ծնվում ուժը։ Այդ ժամանակ դուք հասկանաք, որ ուժը ծնվում է ինքնորոշումից, երբ որ դուք հաստատում եք ձեզ որպես սուբյեկտ միջազգային հարաբերություններում։ Այդ ժամանակ ուժը գալիս է։